Նապոլեոնը հավատում էր, որ շերտավոր խմորը հաջողություն է բերում։ Մարտից առաջ զինվորներին պարտադիր շերտավոր խմորով կարկանդակ էին տալիս։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք շերտավոր խմորով եւ խնձորով կարկանդակ։ Սկսենք խնձորից։ Տեղադրում ենք տախտակը։ Նախ կլպենք։ Կվերցնեմ այս չափի երկու խնձոր։ Կլպելուց հետո հեռացնում ենք սերմնատուփը։ Ավելորդ մասերը, այն ինչը կարող է խանգարել մեզ, և կտրատում ենք խորանարդիկների։ Խորանարդիկների կտրատելուց հետո լցնում ենք սիրելի ամանի մեջ։ Կա գործողություն, որ այս պահին պետք է անեմ։ Խճողակի մեջ կա չամիչ, որը չոր է։ Վրան լցնում ենք եռացրած ջուր, թողնում ենք փափկի։ Շուտով քեզ կվերադառնանք։ Նույն կերպ կտրատում ենք մնացած խնձորը։ Մշակում և կտրատում ենք։ Խնձորը տապակելու ենք։ Այնպես, որ հանենք կարակ, կարակով եմ տապակելու։ Մի քանի կաթիլ էլ զիթայյուղ ավելացնենք։ Հանգիստ։ Խնձորը համեմում ենք լայմով, լայմի հյութով։ Կես լայմ ենք համում։ Տակնով վրա անենք, թող հավասար խնձորի կտորները պատվեն լայմի հյութով, համեմվեն, որից հետո կտապակենք։
անմիջապես համեմում ենք մառանիկ ընկերության շաքարավազով, կարամելացնում ենք խնձորը։ Պետք է տապակվի և փափկի խնձորը։ Այդ ընթացքում նախապատրաստենք մյուս բաղադրիչը։ Խնձորին կավելացնենք ընկույզ, կարելի է քամել արդեն չամիչը։ Քամենք, կտրատենք և կավելացնենք խնձորի կտորների վրա։ Նույն տապակի մեջ բովում ենք մայրու ընկույզ։ Փաստորեն մայրու ընկույզը ենք ավելացնելու։ Շատ համեղ կարկանդակ է ստացվելու։ Ընկույզը կտրատում ենք։ Քանի որ մայրու ընկույզի յուղայնությունը բարձր է, կարող է շատ շուտ այրվել, այնպես որ ուշադիր հետևեք, կարելի է վերցնել։ Հենց բույրը զգացիք, անմիջապես վերցրեք։ Թեթևակի այսպես անցնում ենք դանակի շեղբով, շատ մանր պետք չի կտրատել, վատ չի։ Խառնենք խնձորը։ Հենց մի փոքր փափկեց, ավելացնում ենք ընդեղենը։ Չնայած չամիչը մանր է, բայց ամեն դեպքում մեկ անգամ այսպես անցնենք դանակի շեղբով վրայով։ Խճողակին թարմություն հաղորդելու համար կառաջարկեմ նանայի տերևներ։ 1, 2, 3, 4, 5, 6, մի խոսքով։ Կարելի ասել 2 ճաշի գթալ։ Կրակը անջատում ենք, նանան ավելացնում։ Եվ էլ ինչ խնձորով կարկանդակ, այսինքն խնձորը շատ է սիրում հանդես գալ դարչնետ, էլ ինչ խնձորով կարկանդակ առանց դարչնի։ Համեմում ենք մառանիկ ընկերության դարչնով։ Դարչինը շատ չանեք, այլապես դառնահամ կգա։ Եվս մեկ անգամ խառնենք։ Դատարկում ենք հարմար ամանի մեջ։ Խճողակը պետք է մի փոքր սառչի։ Խճողակը պետք է պարտադիր սառչի, որից հետո
կբացենք խմորը եւ կձևավորենք կարկանդակը։ Խճողակը սառել է, շարունակենք, վերցնում ենք ջեռոցի տապակը, որի մեջ թխելու ենք կարկանդակը, մեզ հարկավոր այն չափի համար, չափը վերցնելու համար, բացում ենք շերտավոր խմորը, նախ սեղանին ալյուր շախտանք և մեզ պետք կգա նաև գրտնական միջապես, գրտնակն էլ ալերոտենք։ Արի այստեղ, բացում ենք խմորը, կիսում ենք երկու անհավասար մասերի, մեկը մյուսից պետք է մի փոքր մեծ լինի։ Դանակ, արի այստեղ։ Այսպես։ Դու սպասիր քո հերթին։ Սա, այսինքն խմորը այնպես ենք բացում, որ տեղավորենք ջեռոցի տապակի մեջ և պետք է պատերով այսպես բարձրանա։ Նախ յուղենք, որ հանկարծ չմոռանանք։ Եվ գրտնակի օգնությամբ բացում ենք խմորը։ Չափ ու ձև ենք անում, կարծում շատ լավ է։ Տեղադրում ենք խմորը։ Մոտարի։ Փոքր մեծ բացեցինք, բայց ոչինչ։ Տեղավորում ենք խմորը, որից հետո լցնում ենք խճողակը։ Ինչ էլ որ լինի, խճողակը ունի ավելորդ խոնավություն, որը կխանգարի խմորը թխվելուն։ Առաջարկում եմ մառանիկ ընկերության պաքսիմաց շախտալ, այսպես թեթև, որը իր վրա կվերցնի ավելորդ խոնավությունը, քաշի իր մեջ։ Լցնում ենք խճողակը։ Դու ազատ ես։ Հավասար տարածում ենք։ Շատ համեղ են։ Կող գնամ, մի խանգարի, այժմ բացում ենք մյուս խմորը։ Այնպես, որ տեղադրվի վրան։ Դնում ենք վրան, մի րոպե, որպեսզի խմորը լավ կպչի իրար, խմորները, շերտերը լավ կպչեն, կառաջարկեմ։ Ինձ հարկավոր է 2 փոքր թասիկ։ Առանձնացնում ենք ձվի դեղնոցը սպիտակուցից։
Բաց թող քեզ ասում եմ։ Դու մնա։ Դու դեռ պետք ես։ Սպիտակուցը քսում ենք խմորի եզրերին, որպեսզի լավ կպչան խմորի շերտերը։ Այսպես։ Որից հետո սպիտակուցին ավելացնում ենք մառանիկ ընկերության շաքարավազ, ես փորձեցի խճողակը կարելի է մի փոքր քաղցրացնել, շաքարավազ ենք լցնում նաև խճողակի վրա, այսպես թող քաղցր լինի, սպիտակուցը կրկին հարում ենք, հենց սպիտակուցը լավ փրփրեց, լցնում ենք խճողակի վրա, այսպես, չգիտեմ ինչ կստացվի, կարծում պետք է որ լավ լինի, թխվելուց հետո կերևա, վերադարձանք, դեղնուցին ավելացնում ենք փոքր կաթ, սա էլ ենք հարում, գնակողք, սա կսելու ենք կարկանդակի վրա, որպեսզի գեղեցիկ տեսք ունենա, խմորի շերտը դնում ենք, այսպես հավասար, և գրտնակով անցնում ենք վրայից, թեթևակի, չենք կտրում, խմորները կպան իրար, ավելորդ մասերը, կամ կտրում ենք, կամ ծալում ենք վրան, այդպես, այդպեսի որոշում, այսպես, գեղեցիկ, տեսք ենք տալիս, իդեպ քիչ էր մնում մոռանայի, շերտավոր խմորով կերակուրները թխում են արդեն տաք ջեռոցում, ջեռոցը կմիացնեմ 180 աստիճան, տաքացիր ջեռոց և շարունակենք ձևավորել կարկանդակը։ Այս անկյուններից կարելի է թեթևացնել խմորը։ Կարծում եմ վատ չստացվեց, այս հատվածն է փոքր վատ, գեղեցկացնենք։ Սուր դանակի օգնությամբ ծակ ծկում ենք վրայի խմորը, որպեսզի թխվելու ընթացքում ավելորդ խոնավությունը դուրս գա։ Վրան կսում ենք դեղնուցի և կաթի խառնուրդը։ Եվ ուղարկում ենք թխվելու։ Թխվիր կարկանդակ, մենք ես սպասում ենք։ 180 աստիճան արդեն տաք ջեռոցում թխում ենք այնքան, մինչև գեղեցիկ կարմիր գեղև կապի վրան, որից հետո կարելի է ըմբոշխնել։ Շերտավոր խմորով և խնձորով կարկանդակ։ Միջուկի համար խնձոր կլպել, սերմնատուփը հեռացնել, խորանարդաձև կտրատել, համեմել լայմի հյութով, տակնու վրա անել։ Թասի մեջ չամիչ լցնել, եռացրած ջուր ավելացնել, թողնել փափկի։ Կարագ և զիթայով տաքացնել, խնձորը տապակել։ Համեմել շաքարավազով, ավելացնել բոված ընկույզ, մայրու ընկույզ, թրջած չամիչը, նանա, դարչին, լավ խառնել, թողնել սառչին։ Վերցնել շերտավոր խմոր, կտրել երկու անհավասար մասերի, ալյուր շաղ տալ, գրտնակել։
Մեծ կտորը փռել յուղած ջեռոցի տապակի մեջ այնպես, որ եզրերը դուրս մնան։ Վրան պաքսի մատշախ տալ։ Խճողակը լցնել տապակի մեջ, շաքարավազ ավելացնել։ Ձու վերցնել, սպիտակուցն առանձնացնել դեղնուցից, հարել։ Սպիտակուցի մի մասը քսել տապակի խմորի եզրերին, մյուս մասը համեմել շաքարավազով, հարել մինչև փրփրի, ավելացնել խճողակի վրա։ Խմորի մյուս շերտով ծածկել խճողակը, թեթևակի գրտնակել, ավելորդ մասերը ծալել վրան, խմորը ծակծկել։ Դեղնուցին կաթ ավելացնել, հարել, քսել կարկանդակի վրա, 180 աստիճան տաք ջեռոցում թխել այնքան, մինչև կարմրի։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք ավարի փափկամիս, սմբուկ, բրոկոլի, մայրունկույզ, թահին, կիտրոն, չերի լոլիկ եւ ընտրյալ հատիկ համեգախնիկ դե իհարկե մարանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք հանդիպենք, երբ հանդիպենք։